Բարև իմ անուշիկներս, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ հեքիաթ ուժեղ ծուր թաթիկի մասին։ Խոր և կախարդական անտառում ապրում էր արջերի մի ընտանիք։ Իմաստուն և խելացի հայրը արջը, մեղմ և բարի մայր արջը և նրանց երկու զավակները։ Մեծ որդուն կանչում էին լուռու մոնջ, նրա խելացիության և հանգստության համար, իսկ փոքրիկին ծուր թաթիկ։ Նա աշխարհը նոր էր բացահայտում։ Անտառի բնակիչները հարգում էին հայր արջին, մայր արջին բարության, իսկ լուռու մոնջին վեճերը խաղաղ հարթեցնելու համար։ Իսկ փոքրիկ ծուր թաթիկը երազում էր դառնալ սիրելի ու հարգված, ինչպես ընտանիքի մյուս անդամները։ Երբ աշունը եկավ և անտառային դպրոցը բացվեց, ծուր թաթիկը մեծ սպասումներով գնաց դպրոց։ Հիմա բոլորը կտեսնեն, ինչ ուժեղ եմ, անմիջապես կընկերանան ինձ հետ, մտածեց նա։ Սակայն առաջին իսկ օրը նա նապաստակի ձեռքից խլեց գազարը։ Ես ամենաուժեղն եմ, իսկ հետո հրեց սկյուռիկին ծառի ճյուղից։ Ես ամենաճարպիկն եմ, իսկ գայլուկին ծաղրեց։ Օրերն անցնում էին, ոչ մեկ չէր ընկերանում նրա հետ։ Կենդանիները հեռանում էին նրանից, իսկ ծուր թաթիկի սիրտը լցվում էր տխրությամբ։ Մի օր նա մոտեցավ ավագ եղբորը. «Ինչու ոչ ոք չի ուզում ինձ հետ ընկերանալ», տխուր հարցրեց նա։ Լուռու մոնջին, որ այդ պահին համբերատարությամբ վերանորոգում էր թռչնի բույնը։ Լուռու մոնջը առանց գործն ընդհատելու խաղաղ ձայնով ասաց. «Իրական ուժը ոչ թե վախեցնում, այլ օգնում է։ Տես, ես սարքում եմ կոտրվածը, ոչ թե կոտրում, այդ պատճառով էլ ինձ հարգում են, իսկ դու երբեմն դառնում ես աղմկոտ քամու պես, որ պոկոտում է ծառի տերևները»։ Ծուր թաթիկը վազեց մայրիկի մոտ և գրկեց նրան։ «Ինչու ինձ չեն սիրում, ես ամենաուժեղն եմ, բայց ոչ ոք չի ուզում ընկերանալ ինձ հետ»։ Ուժը մեղրի նման է, փոքրիկս, այն քաղցր է, երբ կիսում ես քո ունեցածով։ Եթե բարի լինես, բոլորը քեզ մոտենալու ցանկություն կունենան։ Ծուր թաթիկը մտահոգվեց. այդ դեպքում ինչի համար են իմ ամուր թաթերը։ Այդ հարցով էլ մոտեցավ հայրիկին, որը խոր լռության մեջ ականջ էր դնում անտառի ձայները։ Հայր արջը թաթը դնելով որդու ուսին ասաց. «Ուժը ուրիշներին պաշտպանելու, օգնության, ձեռք մեկնելու համար է։ Եթե բարի լինես, ընկերները իրենք քեզ կմոտենան, եթե հանգիստ լինես, քեզ կհարգեն, իսկ քո ամուր թաթերը իսկական արժեք կստանան, երբ օգնես նրանց, ովքեր դժվարության մեջ են հայտնվում»։ Ծուր թաթիկը որոշեց հետևել հայրիկի, մայրիկի և եղբոր խորհուրդներին։ Հաջորդ օրը նա նապաստակին վերադարձրեց գազարը, հետո օգնեց սկյուռիկին, հավաքելով ցած թափված կաղինիները, իսկ երբ աղվեսը փորձեց նեղացնել փոքրիկ ոզնուն, ծուր թաթիկը համարձակ կանգնեց նրա առաջ և ասաց. «Եթե ոզնուն չես ուզում ընկեր համարել, ուրեմն ինձ հետ էլ ընկերություն մի արա»։ Անտառի կենդանիները շուտով նկատեցին, որ ծուր թաթիկն այլևս չի նեղացնում ոչ ոքի ու չի բարձենում իր ուժով։ Նա դարձել էր օգնող և քնքուշ։ Մի անգամ սկյուռիկները մոտեցան նրան. «Դու ամենաբարձրահասակն ես, գուցե օգնես մեզ եղևնուց կոնը պոկել»։ Ծուր թաթիկը սիրտը ջերմությամբ լցվեց։ Նա ուրախությամբ օգնեց։ Այդ օրվանից նա շատ ընկերներ ունեցավ և վերջապես հասկացավ կարևոր ճշմարտությունը. իսկական ուժը այն չէ, որ վախ է ներշնչում, այլ այն, որ սեր ու հարգանք է ձեռք բերում բարի սրտի շնորհիվ։